Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն պարոն վարչապետ զեկույցի համար։ Պարոն վարչապետ, մի ժամանակ Հայաստանում ազգային փոքրամասնությունները իրենց զգում էին որպես ազգային փոքրամասնություն, իսկ հիմա զգում են որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, եւ դրա համար մի շարք պատճառներ կան։ Առաջինը, երբ համայնքները խոշորանում էին եւ քննարկում էր գնում ազգային փոքրամասնությունների համայնքները արդյոք խոշորանալու են, մտնելու են մյուս համայնքների մեջ թե չէ, եւ երբ որ առանձին մնացին, այստեղ ձեր կողմից որոշում կայացվեց, որ ազգային փոքրամասնությունների համայնքներին նաեւ լրացուցիչ ֆինանսավորում է տրվելու յուրաքանչյուր համայնքի մասով 50 միլիոն դրամ եւ այս համայնքներին առանձնահատուկ ուշադրություն դարձվեց, ինչպես նաև հենց այս համայնքներում, եթե համայնքը մասնակցում է սուբվենցիոն ծրագրին 20%-ով, ապա 80%-ով պետությունը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում, եւ այստեղ արդեն նկատելի է դառնում այդ համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը եւ կյանքի ակտիվացումը, եւ այս առումով ուզում եմ հետեւյալ հարցը ուղղել, արդյոք մենք այս տեմպերով շարունակելու ենք կամ այս տեմպերը ավելացնելու ենք կամ որևէ այլ քաղաքականություն ունենք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բակոյան։ Ես անկեղծ ասեմ, նաև մի շարք գյուղեր եմ այցելել, որտեղ մեր հայրենակիցները, ազգային փոքրամասնության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են բնակվում։ Իհարկե, երբեմն շատ թե քիչ նորմալ տպավորություններ, բայց եղել են դեպքեր, երբ շատ ծանր տպավորություններով եմ հեռացել, որովհետև գիտեք, ես անթույլատրելի եմ համարել, որ մեր իրականության մեջ այդպիսի վիճակում գտնվող գյուղեր լինեն, եւ դա ինձ շատ մտահոգում է, եւ մենք պետք է մտածենք լուծումների մասին։ Ես ձեզ մի բան ասեմ անկեղծ, որ գիտեմ, որ շատ զգայուն թեմա է։ Օրինակ, հա ճիշտ է, մենք քաղաքական առումով կոռեկտ որոշում կայացրեցինք, որ խոշորացման process-ում չներգրավենք ազգային փոքրամասնության բնակչություն ունեցող բնակավայրերի, որոնք իրենցով խոշորանալու հնարավորություն չունեն, բայց ես հիմա զգում եմ, որ մենք պետք է նորից անդրադառնանք այդ թեմային։ Գուցե այլ երաշխիքներ մենք պետք է տանք, բայց նրանք ըստ էության դեր ասած լրացուցիչ ներդրումները նույնիսկ իրանք չեն լուծելու հարցերը, որովհետև այնտեղ այլ մեխանիզմներ պետք է գործարկվեն, որպեսզի բաց թողնվածը մենք կարողանանք լրացնել։ Իհարկե այդ գյուղերը, որտեղ ես գնում էի, երևի կամ պատմության մեջ առաջին անգամ կամ վերջին 50-60 տարում առաջին անգամ ճանապարհ էր կառուցվում դեպի այդ գյուղ, որը արդեն կոնկրետ ներդրում է, բայց իմ կարծիքն է նա, որ մենք պետքա շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք, բայց այստեղ միայն ֆինանսավորման բանաձևերի մեջ չի, որովհետև ֆինանսավորման բանաձևերն էլ ինչ էլ անենք այնուամենայնիվ որոշակի սահմանափակում ունեն, որովհետև ֆինանսական բանաձևերը ինչքան էլ լավարկենք, 300 հոգանոց 300 բնակիչ ունեցող գյուղը չի կարողանալու 40,000 բնակչություն ունեցող բնակաբանի խոշորացված համայնքի հետ նույն տրամաբանության մեջ լինել, եւ այստեղ ես նախկինում էլ եմ ասել, շատ զգույշ եմ ասում եւ չեմ էլ պնդում, բայց ես հրավիրում եմ, որ մենք այս թեման մի հատ էլ նայենք, որովհետեւ մեծ խնդիրներ կան։ Ես առնվազն մի քանի գյուղերում տեսել եմ շատ մեծ խնդիրներ եւ շատ ինձ վատ եմ զգացել, որ ես օրինակ չէի կարող մտածել, որ Հայաստանում նման վիճակում գտնվող գյուղ ընդհանրապես, ես գիտեմ ինչքան վատ է Հայաստանում, այսինքն դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, թե Հայաստանում ինչքան վատ վիճակում գտնվող գյուղեր կան, բայց որ այդ աստիճանի վատ վիճակում գտնվող գյուղեր կան, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել եւ միջև սեփական աչքով չտեսա, հիմա արդեն ստիպված եմ առերեսվել այդ իրականության հետ եւ հրավիրում եմ մտածել ինչա պետք անել։ Շնորհակալ եմ, երբ որ
այցելում էի այդ համայնքներ, իրենց համար պատմական իրադարձություններ, падգամավորի այդ համայնքներ, այնուհետև երբ որ վարչապետը դա այցելեց, առավել եւս պատմական էր, որովհետև այս համայնքներ առհասարակ որևէ պետական գործիչ, որևէ քաղաքական գործիչ չէր գնացել եւ շուրջ 40-50 տարվա ճանապարհներ էին, որոնք չէին կառուցվում եւ մեր իշխանության ժամանակ կարող է $5 միլիոն օրինակ ճանապարհ կառուցվել եւ ես կարծում եմ պարոն վարչապետ, եթե այստեղ ենթակառուցվածքները զարգանան, մարդկանց տրվի հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան աշխատել, զբաղվել նաեւ գյուղատնտեսությամբ, ես կարծում եմ իրենք կարող են դառնալ նաեւ լավ հարկատուներ եւ իրենց միջոցներով կարողանան համայնքային բյուջեն լցնել։ Շնորհակալ։ Դե այդ ամենաակնհայտ պլանն է, որ ենթակառուցվածքը ես այդ գյուղերում որ գնացել եմ, ես մարդկանց հետ կիսել եմ, ասեմ, տեսեք, մենք ճանապարհը կառուցում ենք, հիմա դուք պետք է մտածեք, ոնց մարդկանց հոսք ապահովեք այստեղ։ Դա տուրիստական հոսքերը ամենաակնհայտ բանն է, որովհետև այդ բոլոր գյուղերը շրջապատված են աննկարագրելի բնաշխարհով, աննկարագրելի տեսարաններով եւ պարզապես պետքա դա որ ինչ որ ձևով բրենդավորել, ապրանքայնացնել, որպեսզի մարդիկ տեսնեն, որովհետեւ հիմա տարածվում է Հայաստանում եւ ես իմ օրինակով ասեմ։ Ես օրինակ գնացել եմ Մեղրի, ես նախկինում ինչքան Մեղրի գնացել եմ, Մեղրիում մի քանի ժամ անցկացնելու հնարավորություն եմ ունեցել, որովհետեւ հյուրանոց չի եղել Մեղրիում եւ այլն եւ այսինքն հազար ու մի խնդիր է առաջացել, բայց այս անգամ արդեն Մեղրիում հյուրանոց կար եւ Մեղրիում մնալու այդ ավելի քան 24 ժամը ինձ համար նախ բաներ շատ մեծ վայելք էր, երկրորդն էլ համայնքը ճանաչելու, ավելի լավ ճանաչելու, ավելի երկար ժամանակ անցկացնելու, ավելի շատ մարդկանց շփվելու, ավելի շատ տեղեր տեսնելու հնարավորություն էր, որը համոզված եմ այդ հյուրանոցային ենթակառուցված ճանապարհ եւ այլն էականորեն կփոխի Մեղրիի տնտեսական իրավիճակը, բայց նաև մյուս գյուղերում իրանց չափերով, մյուս բնակավայրերում Մեղրին քաղաք է, մյուս բնակավայրերում իրեն չափով պետքա այս ակտիվությունը անպայման ցուցաբերվի եւ մենք էլ պետքա խթանենք մասնավոր հատվածին։